Շնորհակալ եմ Արագածոտնի մարզի սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ եւ այսօր էլ իմ ելույթը ուզում եմ սկսել Սաղմոսով։ Սաղմոս համար 29 շնորհակալության աղոթք Սաղմոս Դավթի տաճարի նավակատիքի օրհնությունը։ Պանծացնում եմ քեզ Տեր, քանզի ընդունեցիր ինձ եւ չթողիր, որ թշնամիներս չարախնդան վրաս։ Տեր Աստված իմ, կանչեցի քեզ եւ բուժեցիր ինձ։ Տեր, հոգիս դժոխքից հանեցիր եւ փոսն իջնողների միջից փրկեցիր ինձ։ Սաղմոս երգեցեք Տիրոջը, ով նրա սրբեր, գոհություն մատուցեցեք նրա սուրբ հիշատակին։ Նրա բարկության մեջ ցասում կա, իսկ նրա կամեցողության մեջ կյանք։ Երեկոյան լացը կդադարի, իսկ առավոտյան ուրախություն կլինի։ Իմ բարկության մեջ ես ասացի, թե հավետ չեմ սասանվի։ Տեր, քո կամքով ուժ տվիր իմ վայելչությանը, բայց երբ երեսդ դարձրիր ինձնից, ես խռովահույս եղա։ Քեզ կանչեցի Տեր, աղաչեցի իմ Աստծուն, ինչ օգուտ ունես իմ արյունից, եթե ապականության գբի մեջ թաղվեմ, միթե հողը գոհություն կմատուցի քեզ, կամ կպատմի քո ճշմարտությունը։ Լսեց ինձ Տերը եւ ողորմեց, Տերը եղավ իմ օգնականը, սուքս դարձրեց ուրախություն, հանեց քուրձն իմ եւ խնդություն հագցրեց ինձ։ Փառքս Սաղմոս պիտի երգի քեզ, որպեսզի այլևս չզղջամ ես։ Տեր իմ Աստված, հավիտյան գոհություն պիտի մատուցեմ քեզ։ Մի ժամանակ ոմանք ձեզ հայտնի շրջանակներ փորձում էին հիմնավորել, թե Հայաստանի կառավարությունը եւ կառավարող մեծամասնությունը Հայաստանը տանում է ոչ հոգևոր, հակահոգևոր ուղղությամբ եւ հետեւաբար պետք է պայքարել հանուն հոգևոր Հայաստանի եւ նրանք իրենց ներկայացնում էին որպես հոգևոր Հայաստանի ջատագովներ։ Ես ուզում եմ այսօր ասել հստակ եւ աներբա, այսօր Հայաստանը լինելով աշխարհիկ պետություն, որտեղ յուրաքանչյուրը ունի կրոնի, հավատքի, համոզմունքի ազատություն, այդ թվում հոգևոր երկիր է, որովհետև հոգևոր ասելով նկատի ենք ունենում մի երկիր, որև միտպետություն, որ սիրում է իր քաղաքացիներին։ Մատթեոսի ավետարանի 11-րդ գլխի 4 համարում ասվում է. կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, բորոտները մաքրվում են, մեռյալները հարություն են առնում։ Ես վերջին օրերին Մատթեոսի ավետարանի այս կտորը անընդհատ հիշում եմ հիմնավորելու համար, որ Հայաստանի Հանրապետությունը ավելի ու ավելի դառնում է հոգևոր պետություն, որովհետև ահա այդ պետության հոգացության շնորհիվ այսօր հազարավոր մարդիկ տարբեր բժշկական կենտրոններում ստանում են ծառայություններ, որոնք այլ պայմաններում նրանց երբեք հասանելի եւ մատչելի չեն լինի, եւ սա է հոգևորը եւ ոչ թե Եվ սա է հոգևորը, երբ որ մարդը պետությունը սիրում է մարդուն եւ կանգնում է այդ մարդու կողքին եւ ոչ թե մարդուն օգտագործում է նեղ անձնական, քաղաքական կամ խմբային շահերի համար։ Բոլոր նրանք, ովքեր
իհեջուկս մեզ փորձել են ներկայանալ որպես հոգևորի ջատագով ես պատասխանատու եւ ուղիղ ասում եմ այդ բոլոր մարդիկ կապ չունեն հոգևորի հետ այդ բոլոր մարդկանց համար հոգևորը ապրանք է որ նրանք կարող են գնել եւ վաճառել որ նրանք կարող են ծախել բարիս բուն իմաստով եւ նրանք կարող են օգտագործել սեփական պետության եւ սեփական հայրենիքի դեմ հոգևոր Հայաստանը խաղաղ Հայաստանն է որովհետեւ Մատթեոսի ավետարանում ասում է Երանի խաղարարներին որովհետեւ նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն եւ դուք ահա որպես Հայաստանի Հանրապետության խաղարար քաղաքացիներ դուք բոլորդ իրավունք ունեք կոչվելու Աստծո որդիներ որովհետեւ դուք եք եղինակը այն խաղաղության որը հաստատված է Հայաստանի Հանրապետությունում Եվ մենք պետք է շարունակենք այս ընթացքը հոգևոր Հայաստանը այն է որտեղ երեխաները ժամանակակից դպրոցներում կրթություն ստանալու հնարավորություն ունեն այսօր Արագածոտնի մարզում 38 դպրոցների եւ 51 մանկապարտեզների շինարարության գործընթաց է ընթացքի մեջ 38 դպրոց եւ 51 մանկապարտեզ այդ է հոգևորը երբ երեխաները փողոցներում չեն մնում այդ դպրոցներից 8-ը եւ մանկապարտեզներից 12-ը արդեն իսկ հանձնված են շահագործման դա է հոգևորը որ այդ թվում երիտասարդ մայրերը իրենք կարող են զբաղվել իրենց կրթությամբ եւ աշխատանքով եւ մասնակցել իրենց ընտանիքների բարեկեցությանը նրանք որ իրենց ղեկավարման տարիները ոմանք կոչում են իբր հոգևոր եւ հաղթանակի տարիներ ահա այդ ժամանակներում մեր թոշակառուները նույնիսկ սնունդը իրենց համար նվազագույն սնունդ ձեռք բերելու հնարավորություն չունեին 2018 թվականին Հայաստանում նվազագույն թոշակը 16000 դրամ էր որը մարդկանց չէր կարող բավականացնել նույնիսկ ցամաք հաց առնելու համար եւ նրանք ուզում են իրենց ներկայացնել որպես հոգևոր արժեքների ջատագովներ նրանցից մի մասի նկարները փակցված են Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ դա ամենամեծ սրբապղծությունն է որովհետեւ մասնավորապես այն մարդիկ ովքեր իրենց ներկայացնում են որպես բարեգործ ներառյալ բոլորիդ հայտնի կալուգացի օլիգարխը մանկապարտեզների վրա հոսանքի ավել փող գրելով զորամասերի վրա հոսանքի ավել փող գրելով պետական հիմնարկների վրա հոսանքի ավել փող գրելով նրանք գողացել են մեզնից նրանք գողացել են յուրաքանչյուրից եւ բոլորից եւ Հայաստանի ժողովուրդը պետքա նրանց արժանի պատասխանը տա 2026 թվականի հունիսի 7-ին 2021 թվականի ընտրություններում մենք եկանք եւ ձեզ ասեցինք որ ապագա կա եւ այսօր էլի ու էլի անընդհատ պիտի կրկնեմ որ ապագան եկել է ժողովուրդ ապագան այսօր է եւ ապագան հիմա է ապագան այսօր է որովհետեւ հենց այսօր ապօրինի թալանված են գույքը ավելի ու ավելի մեծ տեմպերով որի մասին ձեզ ժամանակին խոստումներ ենք տվել այդ գույքը վերադառնում եւ դառնում է պետական սեփականություն այսօր ըստ էության դե ֆակտո շատ շուտով նաեւ դե յուրե պետական սեփականություն կլինի Հայաստանի էլեկտրական ցանցերը եւ մենք մեր խոստման համաձայն թալանվածը վերադարձնում ենք ձեզ այսօր
բոլորից սեփականությունը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի բոլորից սեփականությունն է դարձել հենց այսօր պետական գրանցումը տեղի է ունեցել Կոտայքի նախկին մարզպետ Ծառուկյանի Փեսակ Կարապետ Գուլոյանի դղյակը եւ առանձնատունը այն այլևս Կարապետ Գուլոյանին ու Գագիկ Ծառուկյանինը չէ այն այլևս Հայաստանի Հանրապետությանն է Երկու 2021 թվականի հունիսի 20-ներ նախորդ ընտրությունները ես դες խոստացա Հայաստանի ժողովրդին կապանում ելույթ ունենալից խոստացա որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իդեմս պետության եւ կառավարության մասնաբաժին կունենա եւ դրանից ընդամենը 2 ամիս անց Հայաստանի կառավարությունը ստացավ այդ մասնաբաժինը եւ ես ուզում եմ ձեզ տեղեկացնել որ 2018 թվականից մինչեւ 2025 թվականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամով ավելի հարկ է վճարել եւ վճարում արել պետական բյուջե քան նախորդող 8 տարիներին իմացած եղեք որ նախորդիվ Այդ գումարները գնում էին այդ նույն մարդկանց, Ռոբերտ Քոչարյան կոչվածի, Սերժ Սարգսյան կոչվածի եւ մյուսների գրպանները։ Մենք կտրեցինք նրանց գրպանների պարունակությունը եւ ուղղեցինք պետական բյուջե 6.6 միլիարդ դրամ։ Դրանով է, որ բարձրանում են թոշակները, դրանով է, որ մեր թոշակառուները այսօր իրենց առողջությունը հոգալու հնարավորություն ունեն, դրանով է, որ կառուցվում են դպրոցներ, Դրանով է որ կառուցվում են մանկապարտեզներ եւ այս գործընթացը շարունակվելու է Էսա պատճառը որ նրանց վնգունն է դուրս գալիս որովհետեւ նրանք հասկանում են որ մոտենում է իրենց վերջին ժամը մոտենում է իրենց վերջին պահը Ես գիտեմ ժողովուրդ 2018 թվականից ի վեր Մեր նկատմամբ անընդհատ կա քննադատություն, որ մենք բավարար չափով վճռական չենք, որ մենք բավարար չափով խիստ չենք պայքարում այդ ամեն ինչի դեմ։ Ես ուզում եմ ասել անկեղծ, մեր վճռականությունը երբեք ոչ մի վարքյան չի սասանվել, բայց դուք պետք է հաշվի առնեք մի բան 2018 թվականի մայիսի 8-ին ես ընտրվել եմ վարչապետ Եվ 2018 թվականի մայիսի 9-ից մենք ոչ թե մի, ոչ թե երկու, մենք 23 ճակատով ենք կռիվ տվել, 23 ճակատով ենք կռիվ տվել, հանուն ձեզ ա եղել այդ կռիվը, հանուն մեր պետության, հանուն մեր հայրենիքի։ Այսօր մենք ասում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն կամ եռագլուխ մաֆիա Եվ 2018 թվականին այդ մաֆիան եւ այդ կուսակցությունը 23 գլուխ ա ունեցել։ Մենք այդ գլուխները կտրելով եկել տակը մնացել են վերջին 3 գլուխները եւ 2026 թվականի հունիսի 7-ին մենք պիտի հատենք այդ գլուխները եւ փակենք քրյա օլիգարխիկ կլանների Քոչարյան, Սարգսյան Պրոբելարուս, կալուգացի և մյուսների էջը և Հայաստանում պետք է հաստատենք վերջնական և անշրջելի արդարություն։ Ես համաձայն եմ մարդիկ ասում են, որ մենք դեռ չունենք այն արդարությունը, որ պիտի ունենայինք։ Ես լիովին համաձայն եմ, այո, և մենք պետք է ինչու չունենք։ Այդ թվում նույն պատճառով ժողովուրդ Մենք պայքարել ենք ամեն օր, ամեն աստծո օր մենք պայքարել ենք մաֆիայի դեմ եւ մաֆիան այսօր ծնկի է բերված եւ մեզ մնացել է վերջին քայլը, որպեսզի մաֆիան քոչարյանասերժական, կալուգա բելարուսական մաֆիան Հայաստանում վերջնականորեն եւ աներկբա ոչնչացնենք եւ արտբատախիլ անենք։
Մարդիկ շատ դիտողություն են անում եւ ես համաձայն եմ դրա հետ։ Ես համաձայն եմ դրա հետ։ Այսօր ասում են ինչա Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ, ինչա է մեկը ազատության մեջ եւ այլն եւ այդպես շարունակ։ Նույն պատճառով, բայց ես համոզված եմ, որ մենք Հայաստանում կհաստատենք արդարություն եւ ես համաձայն եմ բոլոր բազմաթիվ մարզերի եւ գյուղերի մեր այն բնակիչների հետ, ովքեր ասում են, քանի դեռ մարտի մեջքի թիվ 1 ոչրագործը բանտում նստած չէ, ուրեմն Հայաստանում չկա բավարար արդարություն եւ մենք պետքա գնանք եւ միասին ժողովրդի ուժով պիտի հաստատենք այդ արդարությունը եւ ես ուզում եմ դուք իմանաք, նրանք որևէ մեկը որևէ տեղ չեն կարող փախնել, նրանք որևէ տեղ չեն կարող փախնել, դեռ ավելին բոլոր փախածներին վերադարձնելու ենք եւ համապատասխան ասենք թե հասկացաք ինչ նկատի ունեմ։ Ժողովուրդ իրականում սակայն այն ինչ որ ասի ամենակարևորը չի։ Ամենակարևորը իմ ասածների մեջ հետևյալն է, որ Հայաստանում հաստատված է խաղաղություն եւ ես ձեզ շնորհավորում եմ այդ խաղաղության առիթով։ Խաղաղություն։ Բայց ձեր հաստատած, ձեր զրկանքների ու տառապանքների, ձեր համբերության եւ իմաստնության գնով հաստատած խաղաղությունը այսօր ամենօրյա եւ ամենժամյա հարձակումների ներքո է։ Եվ մարդիկ ձեզ հայտնի ուժերը պատերազմի եռագլուխ կուսակցությունը ցանկանում է ոչնչացնել խաղաղությունը, որովհետև խաղաղությունը իր հետ բերել է նաև ազատություն։ Խաղաղությունը ժողովրդավարության, ազատության, բարեկեցության ամենամեծ գրավականն է եւ նրանք ուզում են ոչնչացնել խաղաղությունը Հայաստանի ժողովրդին կրկին ճորտացնելու եւ Հայաստանի ժողովրդին ստրկացնելու իրենց խափանված ջարդուբշուր եղած ծրագիրը ավարտին հասնելու համար։ Բայց ես էլի ասում եմ, ես չեմ կարող հավատալ, ես պարզապես չեմ կարող հավատալ, որ դուք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները կարող եք դա թույլ տալ, ես չեմ կարող դրան հավատալ։ Եվ հետևաբար անհրաժեշտ է 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը, անհրաժեշտ է տեր կանգնել պետությանը, անհրաժեշտ է տեր կանգնել ազատությանը, անհրաժեշտ է տեր կանգնել ապագային, անհրաժեշտ է տեր կանգնել անկախությանը։ Սա չափազանց կարևոր առաքելություն է եւ այս առաքելությունը մի մարդու առաքելություն է, մի մարդու առաքելություն է։ Ինձ ամենաշատը վախեցնում եւ մեզ ամենաշատը մտահոգում է այն, որ գիտեք այսօր երկրում ակնհայտ է թե ինչ քաղաքական process է։ Արդեն որևէ մեկը ոնց որ թե չի էլ կասկածում, որի հեճուկս այդ բաժանվող փողերի, որ այդ կապված ձերբակալությունները սկսել են եւ կշարունակվեն, հարցը դա չի, որ որևէ մեկը չի կասկածում, որ հունիսի 7-ին, հունիսի 8-ին
արձանագրվելու է ժողովրդի հաղթանակը։ Ոնց որ թե որևէ մեկը չի կասկածում։ Լսել եք դուք կասկածներ ինչ որ։ Բայց սա ամենաշատն է ինձ մտահոգում, որովհետև արխային ընկնելը, ինչպես ասում են, այսօր ամենամեծ վտանգն է, որ կարող է մեզ սպառնալ։ Այսօր ամենամեծ վտանգն է նա, երբ որ մենք տեսնենք, որ մեր հարևանն է որոշել տեր կանգնել խաղաղությանը, մեր բարեկամն է տեր կանգնել խաղաղությանը, մեր ծանոթն է որոշել տեր կանգնել խաղաղությանը, մեր դասարանցին է որոշել տեր կանգնել խաղաղությանը, եւ ասենք դե նա մեկա բոլորը անում են, տեր են կանգնում, իմ մասնակցությունը այդքան էլ էական չի։ Բայց ես ուզում եմ ասել, որ այս պատմական հանգրվանը մեկի առաքելություն է։ Մեկի առաքելություն է եւ մեզնից որևէ մեկը իրավունք չունի լուծվել եւ տարալուծվել բոլորի մեջ, որովհետեւ այս խնդիրը մի մարդու խնդիր է, ընդամենը մի մարդու խնդիր, մի մարդ կա Հայաստանի Հանրապետությունում, որ պետության, երկրի, ապագայի, խաղաղության եւ անկախության հարցը պետք է լուծի, եւ ով է այդ մարդը։ Ընդամենը ձեր բարձած քչերն են։ Եվ ես հասկացա, որ մենք արձանագրել ենք մեր առաքելությունը, ձեզնից յուրաքանչյուրը, եւ սա արդեն այն մեծագույն պատմական եւ սոցիալ հոգեբանական փոփոխությունն է, որ մեզանում տեղի է ունեցել։ Որևէ մեկը այս հրապարակում չի մտածում, թե կա որևէ պատասխանատվություն, կա որևէ անելիք, որ պետք է անի ուրիշը։ Ձեզնից յուրաքանչյուրը որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի 2026 թվականի հունիսի 7-ին գնալու է եւ տեր է կանգնելու խաղաղությանը եւ այս հրապարակում վեր պարզված, բարձացված ձեռքերը դրա ամենավար բարձացրեք ձեր ձեռքերը, խնդրում եմ, բարձացրեք ձեր ձեռքերը եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, բայց շատ կարևոր է հասկանալ եւ արձանագրել, թե ինչու են քվեարկում 16-ին, որովհետեւ դա ինքնանպատակ չի, դուք այդպիսով, մենք այդպիսով պետք է արձանագրենք, որ տեր ենք պետությանը, որ տեր ենք անկախությանը, որ տեր ենք ապագային, որ տեր ենք խաղաղությանը, եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետեւ պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, աշտարակին, Թալինին, Ալագյազին, Շամիրամին, Արևուտին, Ծաղկահովիտին, Ապարանին, Արագածոտնի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ։